very important sources on the other side. Միացյալ Նահանգներ Իրան հարաբերություններում բարդ եւ հետաքրքիր կուլիսային դիվանագիտական ակտիվություն է նշմարվում, որի մանրամասները ավելի ուշ պարզ կդառնան։ Սպիտակ տան ղեկավարը արդեն նոր ենթադրությունների տեղիք է տվել, նշելով, որ Իրանում դադարել են սպանությունները եւ մահապատիժներ չեն իրականացվել։ Իսկ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հարցազրույց է տվել Թրամփամետ ամերիկյան հեռուստաալիքին, համաշխարհային հանրությանը հենց ամերիկյան լրատվամիջոցով փոխանցելով դեպքերի իրանական պատումը։ ԱՄՆ նախագահը նահանջի ճանապարհ է պատրաստում։ Թրամփը հայտարարել է, որ իրեն հայտնում են Իրանում սպանությունների դադարեցման մասին, թե կստուգի այդ տեղեկությունները, թե դրանք ստացել է հուսալի աղբյուրներից։ Թրամփի այս հայտարարությունը նշանակում է, որ նա այդպիսով փորձելու է արդարացնել Իրանին չհարվածելը, թե սիմվոլիկ հարվածելը, ինչպես կարծում են շատերը։ Ինքս վստահ եմ, որ Թրամփը բոլորովին չի ցանկանում Իրանի հետ ռազմական կոնֆլիկտ, բայց նա գտնվում է այդ կոնֆլիկտի շահառու ուժերի ուղիղ եւ անուղղակի, ինչպես ասում են, հիբրիդային ազդեցության կամ ներգործության դաշտում, ստիպված լինելով մանևրել այդտեղ։ Գոնե առայժմ դրա մոտ դա ստացվում է այնքանով, որքանով։ Աշխարհաքաղաքական այս խճճված հորձանուտում Հայաստանում Իրանի դեսպանն է կոշտ հայտարարություն արել Հայաստանի քաղաքականության վերաբերյալ։ Դեսպանի պարագայում այդօրինակ տեքստերը բավականին բաց են ու կոշտ, հետևաբար, եթե դրանք հնչում են, ապա Իրանը տեսնում է դրանք բարձրաձայնելու ծանրակշիռ պատճառներ։ Մի խումբ մարդկանց կանաչ լույս է տրվել Իրանի դեսպանատան դիմաց շատ անհարգալից ու վիրավորական արտահայտություններով հանդես գալիս, եւ ի հեճուկս մեր բողոքի այդ գործընթացը շարունակվում է։ Մենք բողոքել ենք Հայաստանի պատկան մարմիններին, սակայն դա արդյունք չի տվել։ Ցույցերը շարունակվել են։ Իրանի դեսպանատան առջև տեղի ունեցածը կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ, քանի որ ամենադժվար ժամանակներում Իրանը կանգնել է Հայաստանի պետության եւ ժողովրդի կողքին։ Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն։ Եթե թշնամական ուժերին հաջողվի մասնատել Իրանը, Հայաստանը եւս պարտվողների թվում է լինելու։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով այս հայտարարությունը պետք է մի փոքր քննության առնել շերտերով։ Նախ Իրանն իհարկե կանգնած է եղել Հայաստանի կողքին շատ հարցերում, աջակցել է, սակայն բոլոր այն հարցերում, որոնք հակառակ են եղել Իրանի շահին, Իրանը առաջնորդվել է այնպես, ինչպես հարմար է իրեն, այլ ոչ թե Հայաստանին։ Հետևաբար այստեղ կա նուրբ պահ։ Իրանը այս հանգամանքը հաշվի առնում է Հայաստանի հանդեպ վերաբերմունքը ձևավորելիս, թե համարում է, որ Հայաստանը, քանի որ ավելի փոքր է, ուրեմն ավելի շատ պետք է հաշվի առնի Իրանի շահերը, այն որ ուժերի հարաբերակցությունն ու տրամաչափը օբյեկտիվորեն ստեղծում է այդպիսի անհրաժեշտություն, իհարկե կասկածից վեր է։ Այո, օբյեկտիվ իրողությունն այն է, որ Հայաստանը շատ ավելի զգայուն եւ ուշադիր պետք է լինի Իրանի մոտեցումների հանդեպ, բայց շատ կարեւոր է, որ Իրանում էլ չձևավորվի Հայաստանի հանդեպ քմահաճ վերաբերմունք կամ դիրքորոշում։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի վերլուծությամբ Իրանի շուրջ լարվածության այս փուլում երկու չափազանց կարևոր նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Նախ, Իսրայելի պահվածքը չափազանց զուսպ եւ հավասարակշիռ է։ Ընդամենը մի քանի օր առաջ նույնիսկ այս երկրի կառավարության նիստում քննարկվել է, որպեսզի իսրայելցի պաշտոնյաներն այնպիսի հայտարարություններ չանեն, որոնք Իրանին կարող են դրդել Իսրայելին հարվածներ հասցնելու։ Ակնհայտ է, որ Թել Ավիվը մի կողմից չի ցանկանում ուրիշի պատերազմում թիրախ դառնալ, իսկ մյուսից հավանաբար ճիշտ են այն տեղեկությունները, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերվել Իրան-Իսրայել ինչ-որ պայմանավորվածություն։ Մեկ այլ գործոն նույնպես ամենայն հավանականությամբ ազդում է այս գործընթացի վրա։ Եթե Իսրայելը կարողացել էր նկատելիորեն թուլացնել Իրանի ստեղծած դիմադրության առանցքը, ապա 12-օրյա պատերազմից եւ վերջին ցույցերից հետո իրանական կողմն իր հերթին զգալիորեն չեզոքացրել է իսրայելական գործակալական ցանցը իր երկրի ներսում, ուստի հաստատվել է որոշակի հավասարակշռություն։ Երկրորդ կարևոր հանգամանքը Թուրքիայի գրեթե բացահայտ աջակցությունն է Իրանին։ Եթե նախորդ ցույցերի ժամանակ Անկարայից քննադատական խոսք հնչում էր, ապա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի Ասուլիսը ըստ էության աջակցության ցուցիչ էր Թեհրանին, քանի որ թուրքական կողմը փաստացիորեն դեմ է Իրանի դեմ հարձակմանը եւ ակտիվ դիվանագիտություն է վարում կողմերի միջև։ Աջակցության ցուցիչ էր նաեւ այն, որ թուրքական ոստիկանությունը թույլ չի տվել իրանցի ընդդիմադիրներին բողոքի ակցիաներ անցկացնել այս երկրում։ Այս ամենն առաջին հայացքից կարող է շատ կարևոր չթվալ, բայց իրականում սրանք այն սաղմերն են, որ կարող են ծնել հետագա ուշագրավ զարգացումներ, որոնք կարող են հանգեցնել Իրան-Թուրքիա հարաբերությունների ջերմացմանը եւ Թեհրանի ու Թել Ավիվի միջև լարվածության չհայտարարված նվազմանը, ամփոփում է փորձագետը։ Ֆրիդա Ղազարյան, Վարդգես Հովհաննիսյան, TB News։